Բարի օր, տաղավարում այսօր հյուրընկալել ենք հայագետ, մշակութաբան, Մհերի դռան առացվածը ֆիլմի հեղինակ Արթուր Արմինին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արմին, մոտ 2 տարի առաջ, երբ տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան, դահլիճը լեփ-լեցուն էր, դուք սպասում էիք նման արձագանքի։ Չէի սպասում, ճիշտն ասած, բայց մի քանի պրեմիերաներ են եղել, 2 հատ Երևանում, 1 հատ Լոս Անջելեսում։ Բոլոր տեղերում են դահլիճը լեփ-լեցուն, մեր հատկապես առաջի ցուցադրման ժամանակ կինոյի տանը 500 տեղի ամենամեծ դահլիճներից մեկն է Երևանում 1000 մարդ էր հավաքվել ու սենց վիճակ էր ստեղծվել ինքը գիտական ֆիլմ է, գիտական դոկումենտալ ֆիլմ է եւ ես կարծում եմ որ ոտքի վրա կանգնած մոտ 300-400 մարդ 5-10 րոպե հետո որտեվ նյութը շատ ծանր է կհեռանա բայց տեղ ունեցավ հակառակը միջև վերջ կանգնեցին ու շատ մեծ ընդունելություն ունեցավ որովհետև մարդիկ այդ ֆիլմի մեջ իրենց արմատը իրենց սկիզբն են զգում այս խնդիրն է բայց միջև ֆիլմը ճիշտ կլինի այդտեղ ասել որ այդ ֆիլմի հետևում 3 ստվարածավալ աշխատություն կա 2008 թվականին գիտական աշխատություն 2008 թվականին հրատարակվեց այդ նույն թեմայով Մհերի դռան արձանագրության թեմայով ուրեմն իմ գիրքը 100 էջ A4 ֆորմատի մեջ որտեղ ես գտա որ ցուլեր եւ խոհեր զոհաբերությունների թվականակները իրար հետ իրար փոխհարաբերությամբ ստեղծում են մաթեմատիկական եւ երկրաչափական ուրեմն օրինաչափությունների հիման վրա են այդ հատկացումները որից մենք կարող ենք եզրակացնել թե ինչպիսի խմբավորումներ են դրանք 2020 թվականին արդեն 250 էջանոց էլի մեծ ֆորմատ A4 ֆորմատով լույս տեսավ նույն թեմայով որ այդ ցուլերը եւ խոհերը դրանք աստղագիտական նշանակություններ ունեն յուրաքանչյուր ցուրը դրակոնյան 1.1 է նշանակում իսկ խոհերը ընդհանուր թվականակը լուսնային թերի տարվա օրերի թիվն է 353 եւ փաստորեն Մհերի դռան արձանագրությունը ծիսական 100-ամյա տոնացույց օրացույց է Եվ հիմա երրորդ աշխատություն գնում, այսինքն լրացված, բայց շատ բան, որ բաց էր թողված այն երկուսում նորից հիմա տպարանում է, երևի հավանաբար 1 ամսից դուրս կգա։ Այս գրքում քանի որ ունենք աստղագիտական շարքը, բոլոր աստվածները, աստղատները, բոլորը, եւ նաեւ մոլորակներ։ Արևը, լուսինը, օրինակի համար լուսնի աստծո անունը կոչվում է Մեղարդ։ Ուրարտական պանթեոնը։ Դա մեր մեհեկան ամիսն է։ Այնտեղ առաջի ամիսը սկսում է արեգ ամսով։ Մհերի դռան վրա մեզանից 3000 շուրջ 3000 տարի առաջ եւ վերջանում է մեհեկանով։ Այսինքն փետրվար ամսով։ Մարտով սկսում է փետրվարով սենց ասեմ, թեկուզ մարտի 21-ով սկսում է փետրվար 21-ով վերջի ամիսն է սկսում մինչև մարտի 20-ը այսպես հին նոր տարվա գաղափարը եւ այս երրորդ գրքի մեջ արդեն քանի որ կա ամբողջական շարքերը եւ դրան զուգահեռ մենք ունենք բաբելական մուլափինի շարքը այսինքն բոլոր աստված աստեղատները առավոտյան շուտ հորիզոնից բարձրանում են տարին մեկ անգամ դա զրոյական կետն է եւ այդ հարթականությամբ բարձրանում են Եվ դրանց հեռավորությունները անփոփոխ են ու դա միջազգային կիրառություն է հին աշխարհում։ Փաստորեն բաբելական շարքը ունենք, ստեղ ուրարտական շարքը նույնն է։ Նույնիսկ շումերական գաղափարագրեր կան այդ աստվածների անունների մեջ, հստակ ստեղ գրած է Շուբա, ստեղ գրած է Շուփա։ Այսինքն երբեմն, որը ՇԶ պիտի կարդաս մեր զովող բառն է։ Այդպես աստեղատուն կա, դա բութիս աստեղատունն է եւ դա Անանյա Շիրակացու մոտ գիտենք որն է։ Եվ փաստորեն թե ունես երկու զուգահեռ շարքերը, ապա Պանթեոնի բոլոր աստվածների անունները հանգիստ կարդում ես եւ գիտեք ինչ կարդացվում է հայերեն։
Այսինքն են, որ Ուրարտուն ուրիշ էթնոս է, մեր հետ կապ չունի, Ուրարտերեն լեզուն, այս աբսուրդը, մի անգամից փուչիկի նման պայթում է, դե միշտ է պայթ է այդ գաղափարը, այսպես ասած, հասկանում եք, ոչ պատմական հիմք ունի իր ներսում, այսինքն ոնց եղավ 9-ից մինչև 6-րդ դար Ուրարտուն էր, հետո մի քանի տարի հետո մի անգամից Երևանների թագավորություն, եթե 400,000 քառակուսի կիլոմետրի վրա պատմական Հայաստանում դուք ունեք ուրիշ էթնոս մեծամասնությամբ եւ հետո իբր հայերը եկվորեն եկան ուրիշ էթնոսա, ուրիշ լեզվով, ուրիշ մեծամասնությամբ, ապա դե հարյուրամյակների process-ա պետք բախումներ, հակասություններ, որ չկա։ Մի անգամից Երևանների թագավորություն, սա պատմական այդ գաղափարը չի տեղավորում աբսուրդ է, կանք լեզվական։ Սարգիս Այվազյանը իր գրքում ցույց է տալիս, որ մեզ է հասե մոտարապես 540 քանի հատ բառ ուրարտերեն, որտեղ դրանք սխեմատիկ տեքստեր են կրկնվող, ասենք մի նույն բառը, ասենք, այդ բառերի 70%-ը բնիկ հայերեն բառեր են։ Այսօր երբ որ մենք խոսում ենք բնիկ հայերեն բառերի մոտ 40-50%, հասկանում եք, այնտեղ 70%, 69 ամբողջ քանի տոկոս, 70 շուրջ։ Հիմա գանք ստեղ, ես այստեղ ցույց եմ տալիս, որ Պանթեոնի աստվածները հայերեն անուններ են։ Օրինակ, բաբելական շարքը, այդտեղ, ասենք, այս նույն օրը, նույն ժամին ով է դուրս գալիս, ստեղ ով է դուրս գալիս։ Այդտեղ դուրս է գալիս ագրավը, գրած է ուգա։ Այդտեղ գրած է որի, բացեք բառան, նայեք ագրավի տեսակը հայերեն բառը, որ այսօր օգտագործում են Սպիտակի ժողովուրդը, Վանաձորի եւ այլն, то есть բարբարների մեծ մասը այդ բառը հնից եկող 5-րդ դարի գրավոր մեր թարգմանական երկերում անընդհատ հանդիպող բառ է, որը նշանակում է ագրավի տեսակ, որի հիմքն էլ ուրուր բառն է, եթե գնանք խորը հնդեվրոպական արմատներ։ Եվ եթե 82.57%-ը Պանթեոնի հայերեն անուններ է գրած, այստեղ արդեն, այսինքն ինչ է ստացվում, աստղագիտության շարքը վերականգնելով, մաթեմատիկական երկրաչափական շարքը վերականգնում ենք աստղագիտական շարքը։ Աստղագիտական շարքը վերականգնելով, դա մեզ օգնում է, քանի որ ունենք բաբելական դրա զուգահեռը, մուլափին է կոչում, մենք կարողանում ենք աստվածների անունները ստուգաբանել, որտեղ սենց արդեն ունես դեմ դիմաց բաժակ, մոթոր ես։ Երբ անից մհերի դուրը գրավեց ձեր ուշադրությունը եւ արձանագրությունը, եւ մենակ եք այս ուսումնասիրությունները կատարել եւ եկել այդ եզրահանգմանը։ Դե ես էպոսով շատ ուսանող կամ նույնիսկ ավելի վաղ տարիքից եմ զբաղվել սկզբից պոեզիա բանման, դեռ ինձ տանում էր այդ էպոս հասկացողությունը, բայց հենց նույն արձանագրությունը մհերի դրան ուրարտական Պանթեոնի վերաբերյալ աստվածների շարքը, հատկացումներ արձանագրությունը, դա եղավ, կարծեմ 2007 թվին Հայոց պատմության քրիստոմատիայի գիրքը նոր լույս տեսած, ինձ ուղարկեց Արտակ Մովսիսյանը Երևանից Լոս Անջելես։ Ես ընդեղ էի ապրում այդ ժամանակ։ Շատ մոտ ընկերություն կար, իմ երիտասարդ սենսով ընկերներ, եւ ես այս թերթում եմ նոր գիրքը հետաքրքիր է, քրիստոմատիան ակադեմիայի բաց թողած, Առաջինը, որ էջը բացեցի, տեսա ուրեմն մհերի դրան արձանագրության կորպուսի թարգմանությունն է, այսպես ասած։ Չգիտեմ, անկախ ինձանից սկսեցի հաշվել այդ խոհերի թվականակը։ Հետո բանը ցուլերին է։ Մի անգամից տեսա այդ փոխհարաբերությունները, մաթեմատիկական երկրաչափական այդ փոխհարաբերությունները։ Մի քանի օր հետո Արտակը ինձ զանգեց, ասում եմ ստացար, ասում եմ, հա ոնց է բան, ասում եմ շատ այդ մաթեմատիկական երկրաչափական օրինաչափությունների մասին քիչ եք գրել։ Ասում ինչ օրինաչափություն, ասում դե որ տրել եք, դա բայց բան չկա, ոնց չկա, ոնց չեք տեսել,
Մի խոսքով սկսեցի հավաքել հայերեն, ռուսերեն, անգլերեն կամ որից էլ լեզվով ինչ կա մերի դրան արձանագրության վրա, որ հանկարծ չստացվի, որ ինձ նորից ինչ-որ մեկ արդեն բան արեն, նորից ասես եւ ի զարմանս ինձ տեսա, որ ոչ մեկ չի նկատել, բայց դա այնքան ակնհայտ է, շշմելու ակնհայտ է, էլի, որ ամենայն դեպս դա դուրս եկավ մի ամբողջ աշխատություն։ Եվ 2008 թվականին, ինչպես ասեցի, գրեցի այդ զոհաբերությունների թվականակների մաթեմատիկական եւ երկրաչափական օրինաչափությունները։ Ըստ դրա կառուցումն է, թե այդ աստվածների առաջի խումբը որն է, երկրորդ խումբը, երրորդ խումբը ըստ հատկացումների, ըստ օրինաչափությունների մաթեմատիկական։ Եվ մի հատ ֆանտաստիկ հետաքրքիր բան է ստացվում։ Այդ օրինակի համար ես զարմացա, որ մերի դրան չափերը, որ ինձ տվեց Սամվել Կարապետյանը, ինչպես նաև երկուսն էլ այսօր չկան, ցավում եմ, եւ նաև Արտակ Մովսյանը ինձ ուղարկեց, ուրեմն գերմանական Լենինգրադի ռուսական արշավախմբերը չափերը բանն արի, ինչպես նաև Սամվել Կարապետյանը, ես էլ եմ գնացել իմ ձեռքով չափերը վերցրի։ Հիմա նայեք, խնդիրը հարց տալու մեջ է։ Ինձ հետաքրքիր էր ինչու են լայնությունը հենց այսքան վերցրել, բարձրությունը հենց այսքան։ Ինչի։ Դե ինչ-որ մոտավորապես բան, տենց բաներ չի կարանից իսական հասկանում եք, են էլ դա ամենակոթողային, հասկանում 300 տարվա իմպերիայի կոթողային արձանագրությունն է, դիցա պանթեոնն է, չի կարող լինել սենց շուր։ Միայն այդ չափերի հետ կապված ես գտավորարտական չափը որն է։ Ինչպես նաև չափեցի բոլոր տաճարների եւ այլն, այսինքն էլի շատ հասարակ է, որ չկար միջև այդ։ Ինչ է ստացվում, աշխարհի բոլոր հին չափերը, եգիպտականն է, խեթականն է, խուրիականն է, չգիտեմ, միջագետքյանն է, բոլորը աթենականն է, Հունաստանում մի քանի չափեր կան։ Այս բոլոր չափերը վերցնելով բաժանում եմ, դեղել սանտիմետր, հա, քայլ, որը որ անմնացորդ է, ինքն է, սա փաստորեն աթենական քայլ չափն է ուղարկում դրած էս մեկ։ Հաջորդը դրան բարձրությունը, լայնությունը եւ բարձրությունը փաստորեն ոսկե հատման հարաբերությամբ է սարքած։ Ունդեղ 3 անգամ կարճ ասած բանաձևի կիրառություն կա, այսինքն պատահականության վարիանտ չկա։ Հնա բացառվում։ Իսկ ոսկե հատումը այնտեղ դրած այդ ուրեմն չեն բանար։ Այսինքն մոտեցման հարց կա, հա, թե այդ ինչուները երբ որ տալիս ես ճիշտ հարցերը։ Տեսեք ամենալավ հարցերը տալիս են երեխաները։ Ֆունդամենտալ հարցեր են տալիս ու պարզ։ Եթե կարողանաս նույն կերպ գտնել պատասխանը կամ տալ պատասխանը, ուրեմն ամ երեխան է բավարարված, ել քեզ չի խեղդի հարցերով։ Համել ուրեմն դու լավ հասկանում ես խնդրի էությունը։ Մի խոսքով 2007 թվականից այդ դրան արձանագրությունով զբաղվեցի, այդ գիրք դուրս եկավ, հետո 2020 թվին, հիմա 2026 թվին վերջնականը դուրս կգա, որը մի 100 էջից ավել տարբերակ հասնեն նախկինը։ Իբր ես ուզում էի վերահրատարակել, բայց ասացի, տենց ամբողջ, եթե ամբողջ շարքերը պատրաստեն, ինչու բոլոր աստվածների, ոչ թե 4, նախկինի մեջ 4 գլխավոր աստվածների անուններին է անդրադարձել, ինչի բոլորը չանել։ Ուրարտագետները արձանագրության հետ կապված նշել են, որ նվիրված է Խալդասցուն, այնտեղ կան աստվածների անուններ եւ զոհաբերությունները, չէ՞, նաեւ հնագետներից մեկը նշել էր, որ խաղողի մշակության այդ փուլերին են անդրադարձել։ Հիմա ամբողջովին արձանագրությունը բացահայտված կարող ենք համարել։ Նախ արձանագրությունը շատ վաղուց լիարժեք թարգմանված է։ Ուղղակի ամբողջ հարցերն է, որ այդ աստվածների անունները սխալ են կարդացված։ Հիմա նայեք, նույն սեպով վանկագիր է, սեպագիր է, ոչ թե վ, այլ վա, վ, վու, վա, սենց, ու, այս բոլոր հնչյուններով կարաս արտահայտես, հիմա օրինակի համար ս, ժ, զ, ս, զ, զազի, այս վանկն է, հիմա ինչ է կարդում շուրի, ինչա շուրի, ուրեմն 4 հատ մի հատ իտալացի
հենց հիշում եմ Զայրանում եմ, էլի։ Սրանք կոչվում են կեղծ ուրարտագիտություն։ Սալվինի մասին է խոսքը։ Սենց մեր ծիպորտը մի հատ իտալացի գեղցի է։ Թուրը գտած է, ինքն է գտե։ Վրան գրած է սեպով։ Սուր, կարդում է շուրի։ Վիդեո կա կողքի թուրքը ասում է, «Էսի հայերեն սուր բառն է»։ 4 հատ, մի հատ իզական, մի հատ թուրը, մի հատ դաշույնը, հասկանում եք։ Ասում է անգլերեն լսվում է, то есть վիդեոյի մեջ be quiet ասում է։ Ձենդ կտրի էլի։ Հա, հասկանալի է, որ թուրքական կառավարությանը կարճ ասած ստորագրություն են տվել, դրանցից ահռելի փող են ստանում, լավ վերաբերմունք սենց ունենց եւ այլն ու Թուրքիան տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում մեր պատմության զեղծարություն անելով իր պատմությունը սարքել շիփելով եւ այլն։ Բայց վերջը աշով կա տարական գիտնականի խշմտանք չէ։ Ճշմարտություն չէ։ Ինչ է նշանակում շուրի։ Ինչ շուրի է, որ դա սուր բառն այնտեղ գրած։ Սա շեն նույն սեպով է գրում։ Կամ Էրեբունի։ Ինչ Էրեբունի։ B եւ V նույն սեպով է գրում։ Երևան, Երևունի է։ Նույն Երևանի մասին է խոսքը։ Հասկանում եք։ Կամ ինչ շիվինի։ Մեր որ դա սա շե նույն սեպով է։ Սյուին սոյք բառնա, որ լույս է նշանակում, ես էլ մեր Սարգիս Այվազյանն է 2009 թե ավելի շուտ։ Եվ այսպես շարունակ։ Այսինքն սեպը խրում անջատում են եւ քո պատմությունը քեզնից խլում են, հասկանում ես, դա շատ վատ ու այնպես որ այդ ուրարտագետ կոչվածները, այդ կեղծ ուրարտագիտությունը որևէ ձև այդ կաղապարի մեջ չի տեղավորում, անդադ պայթում, անդադ կանդվում, հա, բայց քանի որ հետևը ուրեմն տասնյակ եւ հարյուրավոր տեխնացուականներ, դոկտորականներ կան գրած, այնց ատամներով, բայց քաղաքականությունը գիտության մեջ չպետք է մտնի, ամեն ինչ պարզ է, ինչ շուրի, թուրա վրան էլ շեղբի վրան փորագրած է, ինչ ես շեկարդում դիտմամբ, երբ որ հենց նույն այդ այսպես կոչված այն գլխից մինչև հիմա այդ ուրարտագիտությունը հստակ գրվում օրենքներ կա իրանց գրած, որ այս նույն սեպով Շ, Զ, Ս գրվում է, այդ հնչյուններն են արտահայտել, հա, այսպես պարզ, չոր պրիմիտիվացնեն, որ հասկանալի լինի, էլի բոլորին։ Ուրեմն դու չես շեկարդում, երբ որ դու կարդաս, ու երբ որ շուրի ես կարդում, դա դառնում է այլ մոլորակայինի բառ։ Հասկանում եք։ Երբ որ թուրը կամ նիզակի սուր ծայրն է, վրան գրած է, սուր։ Իդեպ աստվածների համար զոհաբերված խոյերին, որ անդրադառնաք, ասում եք դա նշանակում է 1 օր։ Ինչպես հասկացաք։ Թվով Պլատոնի աշխատությունից գիտեի, որ կարճ ասած արևային Հերմեսի օրերի թիվը 353 է, իսկ լուսնային տարվա օրերի թիվը 354, 11 օր տարբերություն կա արևային 365-ից, ու դա միշտ որպես հավելում սարքել են լուսնային օրացույց, ամենահին եղել լուսնային օրացույցները, որտեղ շատ հեշտ է 30 օր կլորացնելով 29.53 հարյուրական է լուսնային ամիսը, 12 անգամ տալիս է այդ թիվը։ Հետո ստեղծում են սխեմատիկ 360 օր օրացույցներ, Մերիդուրայնս 360 օր օրացույց է, դա կոչվում է լուսնաարեգակնային օրացույց։ Այսինքն հավելումով, ասես սրանք սխեմատիկ են, եւ դրանք բոլորը աստեղատներով հաշվարկած են։ Այսինքն ամբողջ այդ խավարածիրի կամարը, որ 2 կեսով է, հա, պատտվում այսպես ասած, ուրեմն բաժանում են 5 օրյա կամ 10 օրյա ինտերվալների եւ որ աստեղատուն աստվածը դուրս է գալիս արևի ելքով, արեգակնային ամբարձմամբ։ Այսինքն արևի ճառագայթներից 15 աշճանը ինչ անում, մի քանի տասնյակ րոպե առաջ սենց ասած, որն է առաջինը հորիզոնից բարձանում։ Այդ իր զրոյական կետն է։ Հաջորդ օր ինքը 4 րոպե ուրեմն ավելի շուտ է դուրս գալու։ Ուրեմն այդ կետը ֆիքսված է։ Ու այդ մեթոդ, գիտեք ինչ, մեզ հասել է Հյուսային միջագետքից Մուլափինի այդ բաբելական շարքը 5000 տեքստ։
աստղագիտական, որտեղ գրված է թե ինչ մեթոդներ են օգտագործել, ոնց են իրանց այդ չափման միավորները, ստվերով ոնց են չափել, ջրային ժամացույցով ոնց են չափել ժամը, մատներով ոնց են հաշվում ցերեկը եւ գիշերը, այս ամեն ինչը կա։ Եվ դրանով զբաղվել են 50-60 տարի աշխարհի արդյոք շատ մաթեմատիկոս աստղագետներ, ցավոք սրտի այդ գրականությունից ոչ մի հատ չի թարգմանված հայերեն։ Ռուսերեն մեկը կա, որը 50-60 տարվա վաղեմությամբ արդեն հնացած գիրք է, 2000-ներին է թարգմանվել Վանդերվարդենին, հոլանդացի։ Այդ թարգմանությունը մեծ խայտարակություն է ճիշտ ասած։ Մենքս բոլորը անգլերեն են դրանք, հա։ Հիմա այդ ամբողջով զբաղվել են, այդ մեթոդիկան կա, մեզ հասել է։ Մենք կարծում ենք, թե իրանք էս ասելով ինչ է եւ այլն կա։ Կամ Մուլափինի առաջի, երկրորդ, երրորդ, չորրորդ տեքստերում ասում է արծվից առաջ ընկած է այծը։ Չէ, անգղից առաջ ընկած է այծը, անգղից հետո ընկած է հիմա չեմ հիշում։ Ու սենց շարունակ, հատիկ թե որ Աստված այծը, Աստված անգղը, Աստված էս։ Այսինքն որորը որ ժամին է բարձանում, ժամանակագրությունը դնում եք, տեսնում ենք, որ այդ տենց է։ Նույնիսկ այս մարդիկ, թե որ աստղերն են ներառել այդ աստղատունը եւ այլն։ Այնպես որ ու փաստորեն ուրարտական դիցապանթեոնը նույնպես այդ ժամանակներում, հա, հնում այդ ընդհանուր միջազգային կիրառության, հա, կիրառությունները, այդ մեթոդաբանությունը, այդ աստվածները եւ այլն, եւ նույնպես նույնն է։ Տարբերությունը հետեւյալն է, եթե նայեք Ինանա աստվածուհին դա Վեներա մոլորակն է։ Իշտարը բաբելական, էլի Վեներա մոլորակն է։ Դրա խեթական Աստարետ է, դրա այս բանը կա, տարբեր անուններ են, բայց նույն մոլորակն է, նույն աստվածուհին համարյա թե նույն ֆունկցիա, то есть նույն ֆունկցիայով համարյա թե նույն սյուժեով։ Բայց յուրաքանչյուր ազգային պանթեոն իր անունն է վրան դնում։ Մեր մոտ դա հենց կոչվում է աստղիկն է, զարդ։ Զարդ նշանակում է աստղ։ Եվ Վահագնը կինն է։ Վահագն աստվածությունը մեր պանթեոնում հենց գրած է, ուրարտել են վահ։ Հին ձևն է, վախ, գահավեր, գահավանդ, բարձրագույն, որտեղ ինքը իր այս կամարաձև ընթացքի մեջ ոչ թե այսպես կորիշնում է, այլ բարձրանում է միջև կարճ, այսպես գագաթա ասում ու միջօրյականի, հա, այսպես դա այդ անունը դա։ Հիմա այդ ֆունկցիան ու դրանով է ինքը հիշում։ Այս կոնցեպցիան է։ Իսկ որևէ կիսատ բան թողել եք ըստ ձեզ, ամբողջովին ուսումնասիրել եւ բացահայտել եք։ Ну, չգիտեմ, կարծում եմ 95-97% լրիվ բացահայտած է։ Աստղադիտարանից քան որ խոսեցիք, օրինակ Քարահունջը, շատ հնագետներ ասում են, որ այն աստղադիտարան չի եղել։ Այսպես հակասական կարծիքներ են, քանի որ վերջնական ուսումնասիրություն չի կատարվել։ Դուք ինչ կասեք։ Նայեք, այն որ ասում է աստղադիտարան չի եղել, ասում է դամբարան է։ Այն ինքը ապացուցեց, որ աստղադիտարան է։ Եթե դամբարան, ուրեմն աստղադիտարան։ Գիտեք ինչ, դա նման է նրան, որ հիմա ասենք մի 1000 տարի հետո Էջմիածնի եկեղեցին, հա, այնտեղ հենց դիմացը կաթողիկոսների դամբարաններն են դրել։ Ուրեմն Պեղես ասես չէ, այս դամբարան է։ Կոնտեքստը պետք է լինի հետևյալը։ Ըստ հին հավատամքի, որտեղ կա նաև հարևանները, հա, ազդեցությունները, դու մենակ սոլո չես, ինչ որ մի ուրիշ բան, ընդհանուր։ Ուրեմն ըստ հին հավատամքի այդ թագավորը հերոսը կամ քուրմա, քրմապետա բանման մեռելուց հետո գնում է կարճասած իր աստվածի մոտ, որ աստղատուն է նորացեցինք։ Հիմա դամբարան, տաճար կամ սրբատեղի եւ աստղատուն, սրանք մեկ ամբողջ կոմպլեքս են։ Ասեմ ավելին։ Հին ժամանակներում ինչ է նշանակում աստղադիտարան կամ աստղագիտություն։ Մենք եկեք պարզենք, էլի ամեն մեկը ինչ իրանց թվում էր թե պետք է այդ Քարահունջում ուրեմն բյուրական աստղադիտարանի ոսպնյակը գտնեին, ասեին հա արա աստղադիտարան, հա։ Ոնց։ Էդ էիք ուզում սպասում։
Յուրաքանչյուր բաց տարածքում, քանի որ ծանոթ չեն հնաստղագիտության մեթոդներին, որը բաց տեքստով, ասում եմ 5000 հատ տեքստ եմ շուրջ մեզ հասել, նրանք բոլորը թարգմանված են, իրանց մեթոդաբանություններով, մանով, ամեն ինչով, թե ինչպես են չափում, ինչ են անում, հնագույն աստղագիտությունը ունեցել է մեկ ֆունկցիա, ժամանակը չափել, Այսինքն, այդ աստղերը դուրս եկավ, գրեցիր, միսը պտտվեց եկավ տեղը, նույն օրը նույն ժամին տեղ հասավ, հենց կես տարին, հասկանում եք, սա շատ կոնկրետ, հետո են որ գալիս ծիսական, աստվածային, տոները, բան, և այլ, բայց գլխավոր խնդիրը կարճ ասած ժամանակը չափելն է, այդ մարդիկ կալենդար ունեցել են, հա, ճիշտ է, դուք հասկանում եք, ինչքան կարևոր է այս ջուր խմելուց, որ չխեղդվես կամ օդի նման անհրաժեշտ է ժամանակի չափման խնդիրը, որովհետև այդտեղ կա գանանացան, աշնանացան, երեխու ծնունդ, մահվան, հենց թաղման հետ կապված ես 7 օր պահես, ես անես, այն անես, դրանք սա կեթանասությունից են գալի, թե 40-ը ոնց անես, 40 օր պետք է պահես։ Այսինքն հնագույն եւ անպայման չի մարդիկ սենց արևի դիրքով հորիզոնից ինչքան է բարձր, ժամը կարողանում են ցերեկը որոշեն։ Հիմա էլ են տենց անում որոշ երկրներում։ Այս տարբերակով եւ հետո ինչի մասն է խոսքը։ Այսինքն հնագույն աստղագիտություն, աստղադիտարան չի, ոնց չի։ Նույնիսկ Արիածան դաշտավայրում, հա, ես ձեզ Հրաչյա Աճարյանի ֆիքսված նախադասությունն ասեմ։ Գյուղացուն ասում է, երբ ես հանդը դուրս գալու, ասում է, երբ որ գուտնի աստղը երևաց, ես արդեն հանդում պետք է լինեմ։ Հիմա ես գյուղացին աստղագետ չի, բա ինչ արա։ Աստղագետ ասելով դա նշանակում է, որ իր համար առավոտյան արևի հետ ծագող, արևից առաջ ընկած, այդ գութանի աստղը այսօրվա խոյ համաստեղությունն է։ Խոյ համաստեղության տակի եռանկյունին է, սենց ասեմ, այդ խոյը մեկ մեծ է վերցնում, մեկ փոքր բան, բայց հին հունականում կոչվում է տրիգոնոմոն, իսկ հենց այդ մուլափինի ժամանակ կամ մուրարտույում, դրանք առանձին են, այնի կոչվում էր հողագործ, խոյը կոչվում էր հողագործ, իսկ էսի գութան, արոր, հենց ուրարտույում էլ հենց այդ անունով է գրած է 100, այդ աստվածի անունը գրած է 100, լավ է, քո համար։ Փաստորեն ես գյուղացին ժամը ըստ աստղերի է բանանում եւ հորից որդի տես տեղը փոխանցվել է 20-րդ դարի առաջի կեսում նույնիսկ պահպանված է, չէ՞ թե մենակ Աճարյանը Կոմիտասն է դա գրում, մյուսն է գրում, ես գյուղացին ժամը աստղերով է, չէ՞ որոշում։ Փաստորեն դա ժամանակը չափելու միջոց է։ Իսկ եթե մենք արդեն խոսում ենք դամբարան հասկացողության, եթե դամբարան ես ասում, այդ արդեն սրբազան եւ այդ բարձր տեղում դիրքում եւ այլն։ Դա ընդհանրապես պետք է կապված լինի հին հավատքի, աստղագիտության, որտեղ դրանք աստվածներ են։ Այդ բոլորը մեկ համակարգ, մեկ կոմպլեքս է։ Այնպես որ ես չեմ հասկանում, ճիշտ ասած, այդ абսուրդի հասնող այդ հակասական Հետաքրքիր է, որ դուք Սասնա Ծռեր էպոսի հերոսներին եւ աստվածներ եք համարում։ Դրանք աստվածներ են, հետաքրքիր է, որ դեբիլները երբ որ Սասնա Ծռեր էպոսի մասին են խոսում, դա արդեն զայրացնում է, որտեղ այդտեղ ոչ մեթոդ, այդ աբեղանական դպրոցը ոչ մեթոդիկա է օգտագործում, ոչ էս հասկանում, ոչ են եւ այլն։ Այն ժամանակ, երբ որ Հովսեփ Օրբելինը զգուշացնում է նրան, ասում է հայկական էպոսի հերոսները աստվածներ են։ Եվ հայկական էպոսը ավելի հին է, քան հունականը։ Եվ նույնիսկ փաստում է, վերում է կարևորագույն օրենաչափություն, թե ինչու։ Ասում է ավելի հին արխայիկ աստվածները օժտված են լինում մեկ ֆունկցիայով։ Որտեղ մեր էպոսում յուրաքանչյուր հերոս մեկ հերոս աստված մեկ ֆունկցիայով է։ Հունական, ասենք Զևսը, համ դատավոր է, համ շանթարցակն է, համ էս է, համ մի 10 ֆունկցիա ունի, նշանակում է նա ջահել է։ Այսինքն ես դուք հասկանում եք ինչի մասին ընդհանրապես Սասնա Ծռեր էպոսը։ Դա թուր կայծակի, ամպրոպ կայծակի զենքի,
սերնդն է, սերունդ փոխանցումն է, արարում ստեղծող Աստված հերոսների եւ հակառակ խավարի հերոսների այս պայքարն է։ Հիմա ամպրոպի աստվածության մասին պատումները Եվրոպայից կելտական շրջանից գալիս Հայաստանով գնաց միջև վեդաներ, հիմա մեր մոտ Սանասարի անունը ալտերնատիվ Անդրամելեքա, այդ մելեք իշխանը նշանակում, վեդայական համակարգում ամենահին աստվածն է իրանց Ինդրան է, Ինդրա չի Յանդրա, նույն Անդրա բառը ունես, Ավեստայում Անդարն է, նրա աղբերը Ագնին է, ստեղ սրա աղբերը Բաղդասարն է, բոլորը, ասենց կարող եմ սեն շարելով գնամ մինչև Եվրոպա, հա, այնտեղ Դունաև Դանուբը եւ այլը, այդ երկու հերոսներ, կելտական ներքևիշն ենք շումերականը, հա, Լուգալիռա եւ Մեսլամետեա զույգերը, դա երկօրինակ համաստեղություններն են, հասկանում եք նկատի առումով։ Այս բոլորի սյուժեն գիտեք ինչ է։ Սրանք տեզերական վիշապին սպանեցին կայծակ թրով, ամպրոպի զենքով, որից հետո ջրերը հորդացին եւ բնությունը արարվեց։ Այս ամբողջը, որը նույնը մեր էպոսի մեջ է, Սանասարն ու Բաղդասարը այդ ֆունկցիան են անում։ Հասկանում եք։ Հիմա ստեղ ասել, որ ընդ որում նրանք ամբողջ համաշխարհային ակադեմիաները ընդունում են, որ նրանք աստվածներ են ու դրանք առնվազն կարճ ասած 4-5 հազար տարեկան են, եթե ոչ ավելի են, բայց մերը 1000 տարեկան է ու ազգային ազատագրական պատերազմը ու դրանց նախակարապետները իբր թե Դավիթն է, այնտեղ Սանասար, Բաղդասարն եւ իբր թե պատմական անձեր են։ Քերի Թորոսը Ռշտունին է, Դավիթը Դավիթ Բագրատունին է, այս абսուրդի հասնող անտրամաբանական, հա, այս համակարգը, գիտեք ինչ, ամբողջ համաշխարհային գիտությունը դա նոր չի փաստել, էլի, ասենք տերմոդինամիկայի երկրորդ օրենքը, կամ չգիտեմ, ես ձգողականության օրենքը, ծանրության, հասկանում եք, երբեք չի լինում, որ հերոսին այնքան ուռացնեն, դառնա կոսմիկական աստված, այտենց բան չկա, ամբողջ համաշխարհային պատմության մեջ չկա։ Հակառակն է, կոսմիկական հերոսը, կոսմիկական զենքով, կոսմիկական թշնամուն, վիշապին սպանում, այդ նույն համակարգը, հա, հետո դառնում են դրանք աստեղատներ, դա երկրորդ փուլն է, հետո դա հարմարեցվում է այս կամ այն հերոսի թագավորի եւ այլնի վրա կենսագրություն է սարքում, բայց արդեն այդ թուրը չի, թուրքայցակի չի, սովորական զենք է, դիմացը վիշապ չի, հերոսը սպանեց հակահերոսին։ Հիմա, եթե որից է մեկը ասում է, որ ոչ պատմական հերոսներ են ընկած էպոսի հիմքում, ապա ես հարց եմ տալիս, իսկ այն վիշապը, որ պատմական հերոսն է, կարող է քերի տեր։ Այսինքն ինչ վիշապի պատմական հերոսը մի հատ ասահով է։ Կամ այդ կայծակ թուր, ամպրոպի աստվածության զենք կայծակ թուրը, հա, այդ ոնց, այդ ընդ որում բոլոր հնագույն, դա կոչվում է ընդհանուր նախահնդեվրոպական, հա, շերտով տարածված, այդ բոլոր պատումները կրկնում են, դա հələ Իվանովը եւ Տոպերևն են ցույց տվել, անունը դրել են Ասնավնոյ միֆ, բոլոր ճյուղերը տվել են եւ այլն։ Բացի մերնից, որտեղ մենք ասում ենք, չէ, մեր ազգային ազատագրական պատերազմը արաբական արշավանք եւ այլն, որ այդ թոզը, որ վերեն նստած է հարմարացված է, այդ մի 5-10% փչում ես տակը ու դուրս է գալի բնիկ, նայեք, որպեսի պարզ հասկանեք, այս գյուղացին այդ դեև դա կրոնական աշխարհաճանաչողական 5 կրոնն է էպոս, որը տաճարի փլուզումից նոր կրոնի հաղթանակից հետո դա արդեն որոշ ձևափոխումներով սկսել են երգել entertainment-ը, փող աշխատել որոշակի խմբերը հորից որդի ու սեկտաներով արևապաշտների։ Սարգիս Հայրիկունին կարդացեք երկրորդ հատորի հետևում տալիս է, թե գզրճիները ովքեր են, գաղտնի сообщество, ասենց ասած, որոնք առաջի պատվողներն են մոկացիները։ Մի խոսքով, այս ամբողջ հիմքի վրա այստեղ պարզ է դառնում, որ ուրիշ կերպ դա հնարավոր չի, դա պատմական անձը տեզերական իպոստաս չի դառնում, հակառակն է, սա օրինաչափություն է։
Եվ այդ պարագայում պետք է հասկանալ ու ճիշտ գնահատել։ Գիտեք ինչ է նշանակում, ոնց որ դուք ունենաք զուտ ոսկի եւ օգտագործեք, ասենք, պղնձի տեղ։ Դա շատ վատ բան է։ Դա նաեւ հանցագործություն է համաշխարհային գիտության նկատմամբ։ Հասկանում եք։ Հիմա Սասունցի Դավթի արձանը շատ տեղերում ասում դուք հասկանում եք, էսի 50-60 հազար տարվա ամպրոպի աստվածության արձանն է։ Անշուշտ նա անցել է հազարամյակների, այդ մեջով որոշակի ինչ-որ, բայց նրանում այդ քրիստոնեական շերտը, այդ բան դրանք շատ թեթև են։ Շատ թեթև, ոնց որ գիրքը վերցնեք, ինչ-որ ատարն է, ասեք, այս ուրեմն աստվածաշունչ է, Ֆերդոսից անեք, մենք այդ աստվածները բարձրացան, ուրիշ գիրք է դուրս գալիս։ Այսինքն դա բարակ այդ շերտն է, իր ամբողջ 90%-ը դա աստվածների մասին է, կրեուն նա դիցապատում է, ես երբեք չեմ ասում էպոս, որտեղ էպիկական պատումս, որն է շատ ամենաջահել եվրոպական այսպես բիլինաները կամ то есть Ռոլանդի երգը բանումը դրանք են էլի էպոս բայց դա պետք է կոչել հնագույն դիցավեպ եւ նա այդ դիցավեպը մեր հնագույն կրոնական աշխարհաճանաչողությունը եւ մեր ծննդյան վկայականն է Հիմա մեզ ընկերողները եւ դիտողները կհարցնեն օրինակ Սանասարն ու Բաղդասարը ինչի աստված էին կամ Ձենովոհանը եւ մյուսները Ուրեմն բոլոր երկվորյակները այդ հնդիեվրոպական Ինդրա եւ Ագնի երկվորյակ եղբայրներ են շումերականը Լուգալ Իռա եւ Մեսլամետեա մեկը կոչվում է Սպիտակ ագրավ մեկը կոչվում է Սև ագրավ մեր Սանասար Բաղդասարը մեկը հենց արծաթ է հստակ Սանասարը ինքը արծաթաշրջանն է Էպոսի պատումներից մեկում ուրեմն այդ քարվանսարայում ասում է ինչ պետք է տամ իմ գլխի համար and ասում է քո գլխի համար կես պղինձ ձյութ համար մեկ այս ջղայնանում ասում է ոչ ես մարդ եմ մենի կենթանը 3 արծաթ այս իմ գլխի համար 2 արծաթ ուրեմն Ձեուս համար այդտեղ երրորդության խորհուրդը կա թաքնագիտության մեջ եւ կենթանի մարմին եւ շունչ այս երկության այս մոմենտները կա բայց արդեն նշում է արծաթը որը տեսնում ենք շումերականում էլ նույն համակարգն ուրեմն այս բոլոր հերոսները հստակ ցույց են տալիս թե իրենք ով են շատերի մեջ այնքան շատ ինֆորմացիա կա պահպանված այդ ընդհանուր հնդիեվրոպական համակարգի մեջ է որ գիտենք ով է ասեմ ձեզ որ այդ բոլորի նախահիմքը դա մեր Սասնա ծռեր էպոսն է ես նրան դրել եմ մայր դիցավեպ նրանք իմպրովիզներ են մեծ էմիգրացիաների ժամանակ հնդիեվրոպական լեզվընտանիքի նախահայրենիքը ինչպես առաջինը Իվանովը փաստեց քանի որ մոտ մի քանի 100 բառեր հա ակադերենի ու շումերենի հետ ընդհանուր են դա միայն հարևանությամբ կարող է լինել սա փաստեց բայց այսօր ցույց է տրվում որ կարծես հայկական գենը դենթայի անալիզների հետո եկան կա ուրեմն դրա հետ կապված նաև լեզվաբանության ճյուղը սկսել զարգացել վաղուց արդեն հիմա այդ բոլորը ցույց է տալի որ հայ ժողովուրդը իր այդ հողի տակից դուրս եկած 55-ից ավել են այդ կմախքներն էլ ես իմ որ քանի հազարամյակ առաջ 8-10 հազար գեները հիմնականում պահպանված են դենք ինքը փակ համակարգ է ստեղծել բարձր լեռնային երկիր է ասես այս ամենը ցույց է տալիս որ ստեղ է բայց մեծ էմիգրացիաներ են եղել ու հողագործները հայկական լեռնաշխարհից են գնացել դեպի Եվրոպա շուրջ 9000 տարի դա Քոլին Ռենֆյուի եւ Լուջի Քավալզի Սֆորզայի խոշորագույն գիտնականներ են մեկը հնեաբան է մեկը ուրեմն գենետիկ ամենախոշոր մասնագետներից մեկն է մի քանի տասնյակ լաբորատորիաների գլխավորը
իտալացի Լուջի Քավալի Սֆորզան, եւ նրանք հիմա փաստեցին, որ այստեղից հողագործները 9000 տարի առաջ ասեն գնացել են Եվրոպա։ Ինչը կտանես քո հետ։ Ինչպես ես գութանը վարում, հողագործություն, քո ընտանի այծը ստեղա ընտելացվե։ Հա, այծը շունը եւ այս ամեն ինչը, այս իմացությունները, կարողությունը, պլյուս դրանք քո կրոնը հավատամքային աշխարհաճանաչողությունը պետք տանես հետ։ Այսօր էլ է տենց։ Որ ազգին նայես, որ ասենք Լոս Անջելեսը տեղափոխում, մի քիչ հենց ադապտացվում, առաջին իր եկեղեցին այնտեղ տնկում։ Շուրջն էլ բանում, այսինքն դա բնական process ու երևույթ է։ Եթե եկեղեցին կա, նաև այդ եկեղեցու, հա, աստվածաբանական պատումներն են, հա, այդ տարածում, այդ ծիսական արարողություններ արում եւ այլ նույն ժամանակ է։ Դրա համար նայում ենք, որ նույն սյուժեով, նույնիսկ համարյա նույն անուններով, ինչպես մեր էպոսում է, Հնդկաստանից, Պարսկաստանով, Հայաստանով, միջև Եվրոպա նույն եւ հարավ, այդ նույն պատումները, հա, ամպրոպի աստվածության հետ կապված, այդ սերնդափոխության հետ կապված, դրանք նույնությամբ կրկնվում են։ Եվ դա պատահական չի, քանի որ կարծես եղել է միգրացիան, եւ դրանք բոլորը կոչվում են հնդեվրոպական լեզու ընտանիքի ուրեմն ժողովուրդներ, չէ՞։ Ուրեմն ինչքան հին է էպոսը, նախահնդեվրոպական ժամանակների հին։ Այդքան հին է։ Եվ ոչ թե 1000 տարեկան, հասկանում եք։ Ինչ վերաբերում է դրանք ովքեր են, քանի որ երկրորդ նայեք, սկզբից աստվածները դրանք абստրակտ բնության վերացական ուժերին են կերպարանավորումներ տալիս հին մարդիկ։ Դա 50, 60, 100,000 տարի առաջ էր։ Կայծակ ամպրոպի աստված, անձրևի աստված, հա, լուսնի աստված, արևի աստված, ուսած, հա։ Ջրերի աստված, հրի աստված էս։ Երկրորդ փուլում տեսնում ենք, որ այդ նույն աստվածները նույն սյուժեներով ու եւ դրա համար կա 5 կերպ, Պորտասարնա, Մյուսնա, Գյոբեկլի Թեպեի, հնաբանական։ Դրանք դառնում են աստեղատներ երկրորդ փուլում։ Ինձ թվում է հենց երկրագործության առաջի հեղափոխության ժամանակ, շուրջ 11.5-12,000 տարի առաջ, այդ իրանց աստվածները կապել են կարծես այդ աստեղատներին, որ նաեւ օր ժամանակ տարի է ցույց տալիս, ժամանակի չափման ձև է, որից հետո դա արդեն դառնում է դրանցից դուրս, հա, կրոնական դիցապատումներ, դա երրորդ փուլն է, կամ էլ հարմարեցվում է այս կամ այն թագավորի կենսագրությանը բանման այնտեղ, կամ ինքը աստվածային է, նայեք, ինքն էլ ունի եւ այլ եւ այլ։ Դա առաջի ակնհայտ բանը մենք տեսնում ենք Սարգոն առաջինի։ Այդ նույն հնդեվրոպական Հնդկաստանում էլ կա, Եգիպտոսում էլ բան, որ այդ աստվածամանկանը, հա, որպեսզի չսպանեն, զամբյուղով, գետով ուղարկում է ցած, հա, կրկնում է նայել Մայիսեի մոտ, չէ, Մովսեսի։ Հետո գտնում է երեխուն, թագուին եւ այլն։ Այս ամեն ինչը կա աստվածային այդ հնագույն դիցապատումների դրվագները։ Տեսնում ենք նույն բանը արդեն Սարգոն առաջին իր կենսագրության մեջ է դրել։ Այսինքն հարմարացրել բան։ Այս փուլային զարգացում չասեմ փոփոխությունները իրանք չի տալի, որ մարդասի գիտեք Սասնա ծռեր էպոսը, ասենք 1000 տարեկան է, կամ նույնիսկ ձեղծարաններ կան, որոնք կարծեսած է գիրք են տպում, իբրտե Սասնա ծռեր էպոսը 17-18-րդ դարի արդյունք է, դա աբսուրդ է։ Բերեք հասցրեք մինչև 20-րդ դարի պրծնենք, ես ինչ, այսինքն այս պարագայում մենք գործ ունենք ոչ միայն չիմացության հետ, տագիտության հետ, այլ նաև գործ ունենք հատուկ միտումնավոր զեղծարարության հետ, սա իմ անձնական կարծիքն է, կամ գուցե ժամանակին աբեղանական դպրոցը ստալինյան ճշումների ժամանակ դա պետք էր որպես ժողովրդական ազգային ազատագրական պատերազմ կամ, հա, այդ սոուսի մեջ, հա, կարողանար ֆինանսավորել, տպել, լեգիտիմություն, հա, ստանար հրատարակվել համար, գուցե դրա համար են արել, թեկուզ ես այդքան էլ այդ տեսությանը չեմ ընդունում, որտեղ այդտեղ չէ որ նույն ժամանակ կա նաև Հովսեփ Օրբելու գրածը։ Ոնց ալ։
որ ասում է ոչ, մեր հերոսները աստվածներ են, ու առաջին Հովսեփ Օրբելին է Ծրան վերգոն անձրևի աստվածությունն է, Ձենովոհանը, ուրեմն ցուլի աստվածությունն է, ինքն ցուլի կաշին է, չէ՞ քաշում որ գոռում է եւ այլն։ Առյուծ մհերը արդեն գիտես, առյուծ համաստեղությունն է, ընդ որում այդ իրեք կա, հիմա եթե դնեմ, դրանք կոչվում է գարանային գիշերավասար, ամառային արևադարձ, հա, ձմեռային արևադարձ, մնում է կարճացած բանը, հակառակորդը, մսրամելիքը, մսրամելիքը աշնանային գիշերավասարի միշտ, ընդ որում պատումներ կան, առաջի հավաքագրված պատումը, որտեղ մեծ մսրամելիքը Սանասարի որդին է, ուրիշ կնոջից։ Այսինքն մենք ունեցանք 4 կարդինալ, 4 եղանակ կա, չէ, 4 աստեղատններն են այդ օր այդ ժամին, մարտի 21 գարունը, չէ, եկավ այդտեղ աստեղատուն է դուրս գալիս այդ իրա։ Մյուսը 2011 դա փոխվում է այդ կետերը։ Փաստորեն Ստեպոսի մենք ունեցանք 4 կարդինալ կետերը, 4 տղա է Սանասարինը, որից մեծ մսրամելիքն է, մնացածը հայ կնոջից է, Ծրանվերգո, Ձենովոհան, առյուծ մհեր։ Ես հետադարձ ընթացքով հետ, այսինքն դու ունես հենց աստղակի կամ տարական բան, ասում է ծովինները ինչից հղիացավ ջրից։ 1.5 բուռ, սրանք բոլորը այդտեղ հստակ բան, ինչի հենց 1.5 բուռ։ 9 ամիս, 9 օր, 9 ժամ հետո ծննդաբերեց, բերեց երկորյակներին։ Երկորյակներից մի հատ հետ գնացեք 9 կամ հենց հա հետ գնացեք կհասնեք կույսի համաստեղությանը։ Որը Ուրարտուում կոչվում է Վարուբանի միջագետքում ամենահնագույն նիդաբա շումերական աստվածն է, կոչվում է Սերմ, ունդաբա, ունդ հայերեն բառը Սերմ։ Այդտենց շարունակ գալիս անընդհատ առանց ընդհատման ամեն հազարամյակում մենք տեսնում ենք որ հենց ծորենի հասկը ձեռին այս աղջիկը կույսի համաստեղությունն է գալիս Ուրարտուում ինքը հայա աստվածության հալդին հենց հայան է հալդի չի հաղթա վերցրած անուններից այդ մի անուն այս հայա ջրերի աստվածի կինն է մեր Ուրարտուում, Ուրարտական շրջանում, էպոսի մեջ ծովինարն է, որը ջուրախում հղիանում է, ինչից ջրից։ 9 ամիս հետո ծովինարից հաշվես 9 աստեղատուն հաշվես կալսես երկորյակներին։ Կամ ասում է 40 ճուղ, տեղցուն ծամ, շատ ներողություն, եթե բաբելական աստացուցակը բացեք, հա, գրած է, ճուղ ծամ, առյուծի հետևը կանգնած, հենց ծառա նկարած կամ աղջիկա նկարած, հա, սալիկների նկարերը նույնիսկ կան։ Այս մեր աստվածներից գոնե 12-ի նկարները անձավի վահոնը 1995 թվականին հայտնաբերված նկարները կան։ Իսկ երբ որ ասում են պասպորտ ծննդյան վկայական օդի մեջ չեմ ասում սրանք նույնիսկ հասկանում եք։ Այնպես որ նկարները որտեղից են հայտնաբերել։ Անձավի վահանը, ինչը։ Սալիկի վրա փորագրեց։ Որտեղ է սալիկ։ Որի մասն եք խոսում։ Ասում եք աստվածների այդ պատկերները կան, բայց որտեղ։ Անձավի վահանը, ուրեմն անձավ ամրոցը կա վանում։ Այն ամրոցը։ Ամրոցի պատը քանդվում է, դեռ ռեմոնտ են ուզում անել։ 1995 թվին, այսինքն հետևը ցենց որ բացվեց այդ վահան, թակավորական վահան է, բայց ջարդած կեսն է։ Կեսից մի քիչ պակաս մոտ 30-35%։ Եվ այնտեղ մենք տեսնում ենք այս ոնց որ մհերի դրան արձանագրության մեջ է աստվածները ասեն շարած անուններով, էսրան էսքան էս։ Տեսնում ենք այս վահանի վրա 12 աստվածների նկարները։ Յուրաքանչյուրը կանգնած իրեն համապատասխան կենթանու վրա։ Համեմատում ենք բաբելականի հետ։ Տեսնում ես որ կարծես ծննդեղի տոր այդ ժամին այց է բարձանում, մերի դրան մեջ այց է բարձանում հաջորդականությամբ, ուրեմն անձավի վահանի վրա այցի վրա կանգնած աստվածն է։ Եվ իր անունը գիտեք ինչ է։ Տուրք։ Այդ տորք անգեղ չի էլի, տուրք անգեղ է։ Այդտեղ Աբեղյանը ճիշտ է։ Ուրեմն 14 հատ մեզ ասած խորենացու պատմության մեջ 9 հատի մեջ ոչ թե գրած է տորք անգեղ, այլ գրած է տուրք անգեղ։ Անգեղ համաստեղության դիմացն է էլի անգեղյա տուրքը
Իսկ турք նշանակում է, ընդ որում դրա ծիսական ինքը սեպտեմբերի վերջին է դուրս գալիս։ Սեպտեմբերի սփխեճուլ խորովել եք ձեր պապիկի տատիկի տանը։ Դե ուրեմն արեք։ Այդ միջև հիմա քրիստոնեությունը այդ տոնը անում է, պահպանել է, վերցրել է, ադապտացիա շարունակել է, բայց դա գիտեք քանի հազար տարի առաջվա, որտեղ ինքը հենց սեպտեմբերի ամսին է ծագում հորիզոնից։ Այդ աստվածությունը ինքը զոհաբերությունների ծիսական արարողության աստվածն է եւ դրա անունը Տուրքը։ Այցնել վրեն, այսինքն ընծա, պարքև, զոհաբերություն, Տուրք։ Շնորհակալություն։ Մենք զրուցում էինք հայագետ մշակութաբան Մհերի դռան առեղծվածը ֆիլմի հեղինակ Արթուր Արմինի հետ։